Դառը թեմայից սկսենք, մահացել է Տեխնոլոգիաներ օգտագործվել են, բայց հասարակության մեջ նյարդ կար։ Հերթով սաղ փռեք սեղանին։ Նիկոլ Փաշինյանը որ ասում է, չեն զանգում, ինքը ճիշտ է ասում, չեն զանգում։ հա ամեն անգամ մենք դες շոկ արվում են, Էսենց որ շարունակվեց հաստատ նստելու եմ։ Խաչեցին մի խոսքով։ Այդ մարդիկ հայտնում են ԿԳԲ, պարզ է չէ, որ դա մեսիջ է։ Բարև ձեզ, եթերում լուրջ կաստն է, շնորհակալ ենք, որ բաժանորդագրվում եք ալիքին, լայքում եք մեզ, լսում եք մեզ բոլոր պոդքասթային հարթակներում։ Այսօր մենք զրուցելու ենք նժար համանդրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցի հետ։ Բարև ձեզ։ Ողջույն։ Միանգամից ուզում եմ դառը թեմայից սկսենք, մահացել է քաղաքացիական հասարակությունը։ Մեզ չեն ասում դրա մասին, որ տրամադրություններս չեն, բայց եկեք այսօր սկսենք մի քիչ դատաբժշկական process-ից, ոնց մահացավ մանկությալը, ինչպիսի մարդ էր այն, եւ կարող դուք համաձայն չեք իմ պատման հետ, մի քիչ Երևի պիտի կանգնեինք այս պահին, տենց լուր, այսպես բաժակները հաձեռով բացիր կադրը, բայց կարող առանց չխկացնելու, Հա, չի ասում այսպես, այս տարբերակով, չէ, այսպես, հա։ Սա անկախ նրանից, թե ինչքան երկար ճանապարհ են անցել ես բազմաթիվ մարդկանց հետ, որ ես համարում եմ, որ մենք իսկապես արժանի կռիվ ենք տվել։ Եղել են ժամանակին, որ քաղաքասարակությունը համախմբված առանձին տարաձայնություններ մի կողմ դրած իսկապես կռիվ է տվել։ եղանակ էր փոխում։ Եղանակ էր փոխում, ազդեցություններ ունենում, այդ թվում նաև միջազգային գործընկերների վրա կարողանում էր ազդեցություն ունենալ եւ ներքին իշխանության վրա այդ ամբողջ այդ process-ներ ունենում են ազդեցություն։ Արդյունքում մենք ավելի քիչ թվով քաղբանտարկյալներ ունենք, ավելի քիչ թվով ճնշումներ, բռնություններ ու մնացած process-ներին ունեն, քրեական գործերը շատ ավելի արագ են սկսում, ինչ որ, չեմ ասի որ բոլոր քրեական գործերը գնում են բացահայտման ճանապարհով ու մենք նենց մի հատ արդարադատություն, եսի ինչ արդարադատություն։ Բայց եզակի кейսեր էին։ Բայց հա, Okay, Միվակյան, ուղղակի հստակության համար որ թվականների մասին է խոսքը, երբ էր այդքան լավ, որ քաղաքասարակությունը եղանակ էր փոխում ու մինչև 18 թվականը։ Հաստատապես մինչև 18 թվականը մենք ունեցել ենք հայաստանյան քաղաքասարակությունը հետսովետական շրջանի լավագույն քաղաքասարակություններից մեկն է եղել, ամենազարգացած։ Որևէ այլ երկիր հետսովետական չի ունեցել այդ կարգի, այդ level-ի քաղաքասարակություն, գուցե մեր հարևան Վրաստանը ուներ ավելի այտենց ակտիվ։ Ռուսաստանում կային առանձին ուժեղ թիմեր, ինչ որ բաներ, բայց որպես այդպեսին այտենց լայն իմաստով քաղաքասարակություն իրանք չունեն։ Եվ Ուկրաինան Վրաստանը եւ Ուկրաինան ունեին նույնչափ աշխուժ, ակտիվ ազդեցություն ունեցող քաղաքասարակություններ։ Մնացածը համեմատելու եզրեր չունեն։ Ոչ Ռուսաստանը իր լավագույն ժամանակաշրջանում չի ունեցել այն քաղաքասարակությունը, որը մենք ունեցել ենք մեր վատագույն ժամանակաշրջանում։ 18 թվականից հետո դա շատ, ինձ թվում է շատ պարզ սխեմա է, ես բազմիցս ասել եմ, բայց երևի եթերի օգտագործենք մի անգամ էլ փորձենք բացատրել։ Քաղաքասարակության մի մասը գնաց իշխանություն։ Ու մոռացան, որ իրանք մարդու իրավունքների համար պիտի պայքարեն կամ պայքարել են տարիներ առաջ ու հիմա ունեն կոնկրետ գործիքակազմ այդ process-ը կյանքի կոչելու են, ինչի համար իրանք միտինգ էին անում։ Մի մասը լռեց, որովհետև ասում են դե մեր ընկերներն են այնտեղ։ Սպասեք, այն ոսպա թողեք թող աշխատեն։ Լավ մարդ է, այսա։ Ինքը լավ մարդ է, միջավայրը այն չի։ Սպասեք, թողեք թող կաշխատեն այդ մյուս տարբերակներ։ Մի մասը խնդիր ունեցավ խոսելու, որովհետև հատկապես 18-19 թվականներին, գիտեք, ոչ թե բոտերն էին հարձակվում, այլ ցանկացած անհամաձայն մարդու, Փաշինյանի հետ անհամաձայն մարդու վրա իսկապես հասարակությունը որ ասում ոտնատակ տալի անցնում էր ու մարդիկ վախենում էին այդ գրառումներից։ Մի մասը զգաց, որ այդ ֆոնին, որ կարելի է համագործակցել իշխանությունների հետ ավելի ակտիվ ու դրա համար փող են տալի, իսկ դոնորների ճնշող մեծամասնությունը ֆինանսավորում են, երբ որ դու կարողանում ես բացի պրոյեկտ ներկայացնելուց կարողանում ես համագործակցել օրվա իշխանությունների հետ կապ չունի այնտեղով անստած, իսկ արևմուտքը ինչ որ պահի հավատում էր, որ ստեղ փոփոխություններ են գնում։ Լռեցին այդ մարդիկ, որովհետև չուզեցան փողից կտրվեն։ Մի մասն էլ, ինչ ասեմ, ուղղակի այնքան քիչ են, որ չեն էլ ուզում խոսան, համաձայն չեն, հաշտ չեն վիճակի, բայց դրանք հատուկենտ մարդիկ են մնացել։ Բայց նաև պահանջող կողմը, որտեվ եթե վերցնենք որ մեծամասամբ արևմուտքն է, էլի, ինչը ճիշտ է, իրանք էլ ոնց որ առանձնապես չեն դժգոհում այն բանից, որ արդեն երկրում չկա effective civil society, ում հետ կարելի է իրականացնել ինչ-որ ծրագիր։ Հաստե մի կողմից խանգարում ոնց որ USAID-ն էլ վերացրեցին որպես բան, բայց ես այն ժամանակներ հիշելով այդ ոլորտում լինելով, հիշում եմ, որ իսկապես հա, պետքա դու նաև դուրը բացեիր իշխանության, իրանց այդ բանաների, որտեղ stakeholder-ը չեմ, նայած ինչ նպատակ ունի դոնորը։
Եթե իր նպատակը ունենալ ուժեղ քաղաքասարակություն, որը պատրաստ է հասարակությանը կրթել մի կողմից, մյուս կողմից, ինչ որ պրոցեսներ գեներացնել, ինչ որ իրավունքների համար պայքարել, օքեյ է, ինքը կտանի այդ ճանապարհով, ինքը կընտրի ուժեղներին, ինչ որ մարդկանց կօգնի կզարգացնեն, ինչ որ թեմաներ, փողեր։ Այդ գոնգո բառը, այսինքն կառավարության կողմից վերահսկվող NGO, ոնց որ այդ բոբոներն էր, որոնք բոլորը այդպես կամարանքով են խոսում, հիմա ոնց որ մեծ մասը գոնգոյացվեց ու բոլորը դրա հետ օքեյ են։ Ինքն է գոնգոյացվեց, ասма որովհետև մի բան է, երբ որ իշխանությունները ստեղծում են, պաշտոն ստացան, այդպես ուղնուցով գոնգոյացվեց։ իրանք բանից քաղաքացիությունից դուրս եկան մտան քաղաքականություն, բայց նրանք ովքեր մնացին։ Պետական։ Իսկ ինտերեսունի ինչ հետաքրքրություն ունի օրինակ ունենալ թույլ ավելի քաղաքասարակություն կամ իշխանության նարատիվները տարածող քաղաքասարակություն, որովհետև ամենայն հավանականությամբ իրենք ունեն իրենց հետաքրքրություն, ոչ թե ամենայն հավանականությամբ, այլ հաստատապես իրենք ունեն հետաքրքրություններ, միջազգային տարբեր կառույցները, տարբեր երկրները ունեն իրենց հետաքրքրությունները, քաղաքական հետաքրքրությունները, տարածաշրջանային։ Մի կողմ, օքեյ, իրանց հետաքրքրությունները մեզ հասկանալի է, բայց մենք եկել ենք նրան, որ հենց պետությանն է հարկավոր քաղաքացիական հասարակությունը ուղղությունով։ Այսինքն մեզ է պետք հարկավոր։ Մի կողմ արևմուտքները ու Ռուսաստանները ու բոլորին մեզ է դա պետք, ոչ ունենան կամած դրա համար դրան է գալի։ Խոսքի ոտնահարում։ Որ կարևոր չի թե ով ինչա ուզում, որովհետև պարզվում է, որ ինչ որ պահի, ինչ որ խմբեր, ովքեր ում հետ մեր մտքերը գաղափարները համընկնում էին ու մենք մի գծի վրա ենք ուղիղ գնում ենք, օրինակ դեպի ժողովրդավարություն, դեպի մարդու իրավունքների ավելի բարձր լեվելը, մեկ էլ պարզվում է, որ իրանց նպատակները, հետաքրքրությունները փոխվել են ու չեն համընկնում մեր պետական, մեր ազգային շահերի հետ ու մենք ստացվում է բախում ալինում։ Այ դրա համար պետքա որ մենք մեր համար որոշենք։ Մենք ինչ ենք ուզում, մեզ պետքա քաղաքասարակություն, թե պետք չի։ Մեզ պետքա նորմալ արդարադատության համակարգ, թե պետք չի։ Եթե պետք չի, ժողովուրդ ջան, եկեք ասում դուրը փակենք, լույսը անջատենք, տեսնենք ով ինչով է զբաղվում։ Եթե պետքա, իսկ կարծում եմ որ պետքա եւ դրան են հանգել անգամ այսպես կոչված նախկինները, որովհետեւ երբ որ նախկինների ժամանակ գալիս էինք ու ասում ենք Ժորժ ջան, օրինակ բանտերի որակը լավացրեք, այս ոստիկանությունը չի կարող ասենց վայրի լինի, ասենց ամբռնազբոս վիճակներում լինի, չի կարող արդարադատության համակարգ այսպես կտոցով միանա ու անջատվի, որովհետև սա այն սրած մախատնն է, որ դրա համար չնախատեսված վայրում է հայտնվելու, կամ այսեն բումերանգն է, որ դուք շպրտեցիք, ձեզ հետ է գալու, բայց քանի որ իրանք վստահ են, որ իրանք հավերժ են, ցմահ են եւ այսպես փոխանցվելու է իշխանությունը անընդհատ եւ իրանք երաշխիք են տալու, իրանցից ոչ մեկը իրանք այդ ուսկի կրուգից ոչ մեկ չի նստելու, իրանք տենց խորապես, այսպես ասած, անտարբեր էին տեղի ունեցող իրադարձություններ։ Իրանք հետո հասկացան սեփական կաշվի վրա, հիմա որ բողոքում են, տարբեր նախկին պաշտոնյաներ շատ լուրջ դեմքով սենց ասում են դատարանները կառավարել եւ լուրջ ասում են ժողովուրդ ջան, բա դուք ինչ էիք անում։ Մի տարբերություն կա, էական եւ սկզբունքային տարբերություն կա։ Եթե դատարանները առաջ ունեին, դատարանները դատախազությունն է, ունեին կուրատորներ, կային մարդիկ, ովքեր ում զանգով գիտեին, որ օրինակ դատավորը գիտեր, եթե այսինչ մարդ, այսինչ պաշտոնյան, պարզա որ առաջի դեմքերը չեն զանգ տալ։ Այսինչ մարդ է զանգ տվեց, ասեց սենց պիտի լինի, ուրեմն ասում է ինքը գիտի։ Դրա համար է տենց անում։ Հիմա դրա կարիքը չկա, կուրատորներ իսկապես չկա։ Նիկոլ Փաշինյանը որ ասում է չեն զանգում, ինքը ճիշտ է ասում, չեն զանգում։ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան էջում գրառում է անում, հստակ մեսեջը տրված ասում է։ Այ դա իր ոնց ասում, աննախադեպությունն է։ Որովհետև երբ որ դու գրում ես, կանգնում ես ազգային ժողովում, ասում ես, այ դու դեռ ցույց տամ, օպերատորներին բան ցույց տամ։ Դու KGB-ի պատվալում եք հայտնվելու, ինչ ու էլ ինչ որ անուններ է հնչեցնում, ասում դու KGB-ում պիտի նստես պատվալներում։ Այդ մարդիկ հայտնվում են KGB-ում, բարձա չէ, որ դա մեսեջ է։ Բայց ինքնին ազդեցություն չի, օրինակ Ամերիկայում են ատենակալներին, որ ինչ-որ ասենք սպանության գործ է, իրանց նույնիսկ մի քանի օրով շաբաթներով տեղավորում են հյուրանոցում, որտեղ լուրեր, իրանց արգելվածը պրոստը լուրերն է, որ հանգարց ինչ-որ ազդեցություն չունի։ Իստեղ հա, մի ամբողջ առաջի դեմքի Facebook-ի մեջ ոնց որ արդեն վերդիկներ է երբեմն։ Ժամկետներն է նշում, անուններն է նշում, մեթոդներն է նշում, անգամ նշում է այ կնստեք երկուսով մոտավորապես էլի մի կամերում կնստեք, հետո պարզվում որ այդ երկու մարդը իրոք մի կամերում են նստած։ Այս աստիճանի, այսինքն տարբեր մարմիններին տալիս է մեսեջներ, իրանք շատ խելոք ենթարկում են։ Նենց չի որ նախկինում չեն ենթարկվել, նախկինում էլ են ենթարկվել։ Ու այսօրվա բողոքողներից էլ պիտի ասում Ժորժ ջան, որպեսզի այսօր մենք ունենայինք նորմալ արդարադատության համակարգ, դուք պիտի երեք սկսեիք սարքելը։ Այդ վերափոխումը, վերակառուցումը երեք պետք է սկսվեր։ Եվ այս իշխանություններն իրանց թվում է իրանք հավերժ են, երբեք չկա հավերժ իշխանություն։ Այս իշխանությունը նաև պիտի անցնի այդ համակարգով։ Ես մարդ, որը այսքան տարի կռիվ է տալիս, ասում է, այս արդարադատության համակարգը պետք է փոխվի, որովհետև մենք չենք կարող ունենալ։ Ես անկեղծորեն մտածում եմ, իսկ կարողա ոտներս կախկցենք, այ այսօրվա իշխանությունը անցնի այս
համակարգով արդարադատության ու հետո նոր սկսենք սիրուն փոխել։ Իրանք պիտի անցնեն այս դժողքով, որը իրանք են այդ թվում նաև ստեղծել ու գեներացրել ու ավելացրել level-ը բարձրացրել, որ ասում են արդարադատության համակարգում բարեփոխումները ավարտված են կամ մեծ մասը արված է, խնդրեմ, կգնաք դատարան, կվայելեք այդ արդարադատության համակարգը, հետո կսկսենք փոխել։ Հա, ես մի քիչ չարացել եմ իրականում, որովհետև ինչքան կարելի է նույն բանը, քանի տարի կարելի է նույն բանը ասել ու ոչ մեկ դրան չի արձագանքում, ոչ մի իշխանություն դրան չի արձագանքել։ Դե ինչ, երևի արդեն տեսնում եք մեծ փոփոխությունները, որ տեղի են ունեցել ոչ միայն մեր տաղավարում, այլ Spin Ideas Agency բոլոր հաղորդումների տաղավարներում։ Մենք արդեն տեխնիկապես վերազինված ենք եւ պատրաստ ենք ձեր բիզնեսը դարձնել շատ ավելի լավ բիզնես։ Ձեր ոդկասթի YouTube նախագծի համար ունենք տարբեր ստուդիաների լայն ընտրություն, պրոֆեսիոնալ թիմ, որը լավագույնն է տարածաշրջանում։ Ձեր հարցերի կրեատիվ լուծումները Spin Ideas Եկեք Agency։ մեզ մոտ եւ դարձեք YouTube-ի հաջորդ դեմքը։ Okay, հիմա մի փոքր եկեք իմ հետ շփվենք։ Նախ ուզում հիացմունքս արտահայտեմ նրանով, թե ինչ պարզ եք արտահայտում ձեր մտքերը։ Ես նայել եմ մի քանի հայտնի առասպելական Դանիելի հետ բախումը կամ բանավեճ ասենք կամ եսները շատ հստակ եք արտահայտում փաստերով եւ փաստարկներով։ Հիմա մի հատ փոքր էքսկուրս, այն ինչ որ ուզում եի ասել, բայց քանի որ բռնկված եք զրույցի, չկարողացա մասնակցել այդ դիսկուրսին։ Ուրեմն ոնց է տեղի ունեցել քաղաքացիական հասարակությունը Հայաստանում։ Որոշ բաներից համաձայն եմ, բայց դե հիմնականում համաձայն չեմ։ Որտեվ ճիշտ է, մինչև 18 թվականը մեծ հաջողություններ էր արձանագրում ազդեցության առումով քաղաքացիությունը ես եմ մասնակցել, ես եմ գրանտեր տվել տարբեր կազմակերպությունների, բայց դա մի փոքր չէ, մեծ արհեստական էլեմենտ ուներ։ Եթե вообще քաղաքացիական իմաստը որն է, որ ինչ որ հասարակության շերտերի, խմբերի ինչ որ խնդրեմ են ունենում, հավաքվում են արմիության նման, հա, բնապահպանության շուրջ մտահոգված կամ առողջապահության շուրջ մտահոգված վարորդի ընկերը, հա, ոնց եղավ, որ վարորդներ, որ ինչ որ խնդրեմ ունեն, լավ չի աշխատում ինչ որ համակարգը բան, հավաքվում են ու փորձում են այդպես միասին ճնշել, բան անել։ Այդ իդեալական տարբերակներ, բայց երբ մոտավորապես 90%-ը քաղաքացիական դա ինչ որ ֆինանսավորվող բան է, ոչ թե ռեալ բանով, ինքը կարա իհարկե օգտակար լինի, բայց ինքը օգտակարը ոչ թե որտեվ հավաքվեցին գնացին հարց լուծելու, այլ որտեվ օրինակ իմ ծրագիրը $5 միլիոն, հա, հակակոռուպցիոն ծրագիր են կանում USAID-ում ու ուղղակի այդ հկները քանի որ փող ենք տալի, դե ստիպված էին ինչ որ տես կոռուպցիայի դեմ պայքարել, ոչ թե որտեղ նրանք հավաքվել էին դրա համար ու ամենաարդյունավետը, երբ պետքա study tour անեն ինչ որ եվրոպական երկրներ, այդտեղ բոլորը քաղաքացիությունից, պետական ապարատից, դատախազությունից միանգամից, հա իհարկե մենք մասնակցել ենք համախմբված Թայլանդ, գնում ենք Թայլանդ կամ ինչ որ Դոհա, Դուբայ, հակակոռուպցիոն համաժողովն է միջազգային։ Այսինքն մի 20 տարի բավական արհեստական էր ստեղծում, աճեցում քաղաքացիությունը։ Ընթացքում նաև իհարկե դրականը, հա, դե բարձ է, որ այդքան փող լսես բանի մեջ, ինչ որ մի դրական արդյունքի կհասնենք։ Հիմա վիդեալը քաղաքացիությունը, այն ինչ որ լուծում է քաղաքացիությունը, եթե ինչքան արդյունավետ աշխատի պետական ապարատը, կառավարությունը, տարբեր գերատեսչությունը, այդքան քիչ կարիք կլինի հավաքվել ու այդ հարցերը լուծել։ Նենց որ վիդեալը, ասենք, եթե ոստիկանության այն ինչ որ վարորդի ընկերն է փորձում լուծել, ինչ որ բնապահպաններ են փորձում լուծեն, ասենք այդ համապատասխան շրջակա միջավայրի նախարարությունը այդ հարցերը լուծի ու այն մարդիկ, օքեյ, մենք ենք հավաքվել կամ այդպես քիչ լինի ոստիկանության մեջ կաշառքի եւ այլն բաները, ենթադրաբար օքեյ է, որ այդքան իմաստ չունենա, հա, այդպես այդքան լիքը քաղաքացիություն ըստ խնդրի կձևավորվեն արմիությունների մոդելով։ Հիմա այս ամենը ասած, փորձենք հասկանալ կոնկրետ հիմա որոնք են խնդիրները, որոնք փորձում է լուծել քաղաքացիությունը կամ ուղղակի ձեր մասով, հա, ինչն է հիմնական խնդրեմը, այդ դատական բանից սկսենք, հա, որտեվ իրոք դատական համակարգը ինքը նես չի որ լավ էր ու հիմա ինչ որ բան եղավ։ Ես միշտ հենց այդ դրա մասին է խոսքը գնում, ես հիշում եմ Պարքև Օհանյանի кейսը Royal Armenia-ի, ու ընդհանրապես որ մի դատավոր իշխանամետ որոշում չկատարեց ու տենց միանգամից հաջորդ օրը իրան բան արեցին, խաչեցին մի խոսքով։ Այսինքն
տենց այդ մի բացառության բանով օրինակով երևում է ինչքան մնացած բոլորը իշխանության վերահսկողության տակ էին։ Ու հիմա փորձենք հասկանալ ուր ենք հասել այդ առումով, դե տեսնում ենք։ Ես sense եմ պատկերացնում հիմա քաղաքական առումով տենց բռնապետական այդ բանը գործում է։ Всё, այս մեր սրանք մեր դեմ են, օքեյ, սրանք massive melcoin են նշանակում, ինքը պետք է նստացնի։ Բայց արդյոք դա այդ քաղաքական հետապնդումներից դուրս եւս տենց աշխատում։ Օրինակ տնտեսական բիզնեսի հարցում օրինակ Սիլվա Համբարձումյանը ապաշկերը ասում է որ հա փող են ուզում փող է տալիս ես ինչ եմ բան հիմա ինչքանով հնարավոր ասենք ինչ մեկը հանք ուզենա առնի ու տենց կարողանա տենց փողով կամ ինչ որ դատական վճիռ պետք լինի մարդուն ինքը կարողանա փողով դա անի իր բիզնեսի համար ինչքանով է քաղաքական այդ ռեպրեսիաներից դուրս դատական խնդրեմը արկա չեմ կարողացա ձևակերպեմ Ինչ թվում է ես հասկացա ինչ մասն է խոսքը նախ sense մենք ունեցել ենք այդքան էլ համաձայն չեմ որոշ ձևակերպների հետ որովհետև քաղաքասարակության մեջ իսկապես եղել են ֆինանսավորվող կառույցներ բայց իրանք իսկապես աշխատել են անկախ ու մեծ գլխացավանք են եղել բոլոր իշխանությունների ժամանակ այսինքն զուտ ինքը ֆինանսավորվելը չի նշանակում որ դու հաստատ բնությունը մեզ էլ լավ որ ինչ որ լավ լինի համել դոնորին էլ ասենք թե լավ Գոնե միտեղից որակ ցույց կտա, էլի, պրոդուկտ ցույց կտա, հա։ Բայց հանուն արդարության պետք է ասել, որ ճնշող մեծամասնության դեպքերում պրակտիկ գործունեություն իրականացնողն, այսինքն պրոդուկտ, ռեալ պրոդուկտ ստեղծողների ֆինանսավորը միշտ ավելի պակաս է եղել, քան նրանք, ովքեր Թայլանդում են եղել ու այդ ձեր նման գնացել են։ Ինձ չտարան, ոչ Թայլանդը չեմ ստեղել։ Կարող է ասма խերնել է դեր։ Քանի դեռ կա հա, բանի դատարաններ, բոլոր դատարանները չեն, որ աշխատել են նախկինում, աշխատում էին խնդիրներով, օրինակ վարչական դատարանը միշտ էականորեն տարբերվել է մնացած բոլոր դատարաններից, որովհետև վարչական դատարանը դու կարող ես մտնել, օրինակ ֆինանսների նախարարության դեմ կամ հարկայինի դեմ կամ մաքսայինի դեմ ու չլինելով ոչ մեկի բարեկամը ունենայր հաղթական, այսպես ասած, դրական արդյունք կարող էր ունենալ։ Դա այն նախկինների ժամանակ ու դա մի հոգի չէր, երկու հոգի չէր, երեք հոգի չէր։ Դա իսկապես էականորեն տարբերում էր։ Ես այդ ֆենոմենը ճիշտ ասած չեմ կարողանում հասկանալ, ինչի այդ ամբողջ համակարգի մեջ օրինակ քրեական դատարանը խնդիրներ ուներ, բայց վարչականը կարողանում էր հարցեր լուծել։ Շատ լավ դատավորներ կային այն ժամանակ։ Շատ գրագետ եւ շատ սկզբունքային դատավորներ կան։ Մենք ունեցանք նաեւ երբ որ մենք ասում ենք որ պետքա փոխել դատական համակարգը, որպեսզի ինքը սկսի արդյունավետ աշխատել եւ անկախությունը ապահովենք, պրոֆեսիոնալիզմը բարձրացնենք, դա դրա հիմքում դրված էր այն, որ մենք պիտի ունենանք ոչ թե հազար ներողություն բոլոր նորմալ լավ մարդկանցից, բայց դա գլխականակի փոփոխություն չէր։ Երբ որ ոնց էր անունը, այն որ համ նախարար էր, համ ԲԴԽ բան, Կարեն Անդրեասյանը ասում էր մենք մոտավորապես 80%-ը փոխել ենք դատարանը, Ժորժյան գլխականակի մասին ոչ մեկ չի խոսացել, որակի մասին են խոսում։ Երբ որ մարդը պրոֆեսիոնալ է, երբ որ ինքը ունի իսկապես գործիքակազմ, որի պայմաններում կարողանում է որակյալ պրոդուկտ ստեղծի դատավորը, իգնիմունի բրիդիրոշսը, այսինքն այն մանր-մունր տեխնիկական, իսկապես տեխնիկական խնդիրների շուրջ չես գալիս կախում, լուրջ բովանդակային առումով խնդիր մարդը չի ստեղծում, հակապետական, հակասահմանադրական, հակաիրավական որոշումներ չի կայացնում, ինքը կարող է շատ հանգիստ աշխատի։ Բայց դուք բերեցիք մարդկանց ու պայմաններն էլ իրականում չփոխվեցին, որտեղ եթե դատավորը ունի մոտավորապես ասենք 1000 քանի գործ իր բարույթում միաժամանակ, այսինքն մարդը 1000, նա պատկերացրեք ձեզ բերում են ոչ թե 1000 քրեական գործ, որոնք ասենք բազմահատորեն, այլ 1000 հատ տարբեր բաների վերաբերյալ թուղթ բերեն A4 ֆորմատի մի էջի վրա գրած թուղթ 1000 թուղթը դուք միաժամանակ կարողանալու եք արդյունավետ կառավարեք ու որոշումներ դա խնդրեմ է լինելու հետեւաբար ցանկացած դատավոր ինքը դառնում է խոցելի իսկ դատավորներ կան որոնց նշանակեցին շատ բավականին բարձր պաշտոնների անունները չեմ հնչեցնի զուտ անմեղության կանխավարկածից ելնելով ոչ թե վախենում եմ նստեմ, մեկ ասենց տենես նստացնելու են։ Էսենց որ շարունակվեց հաստատ նստելու եմ, բայց հարցը երբ։ Ինչ որ բայ կասկած կհարուցի, որ չեք նստել։ 100%, հա։ Դատավորներ նշանակեցին, որոնք իրենց նախկին գործունեությունով մեղմ ասած այնպիսի գործունեություն իրականացրել, որ քրեորեն պատժելի գործողություն է, այսինքն ու ժամկետներ չունեցող քրեորեն պատժելի գործողություններ են։ Այսինքն արդարադատության դեմ գործողություններ արել։ Հիմա այս մարդը ինչ է դառնում է կառավարելի, չէ՞, որտեղ ամեն վարքյան ասում է չուչ տո, ասում է հոп ասում է բան ստուդիո, հա, այս մեր լավ աղբոր ասում է քրեական գործը ստուդիո։ Ու այս մարդը դառնում է կառավարելի։ Երբ որ այդ մարդիկ հայտնվում են օրինակ հակակոռուպցիոն դատարաններում,
Իդեպ ասեմ, բարձր իրանք կառավարել են միջազգային գործընկերներից մեկը, էլի բնականաբար անը չեմ ասի, որտեվ փակ հանդիպման ժամանակ եղա շատ լուրջ դեմքով ինձ մի օր համոզում են, ասում են, լսի, նայ, մենք այսքան փող ենք դրել, չէ՞ մենք իրանց հետ երբեք չենք համագործակցել այդ կոնկրետ այդ կառույցի հետ ուղղակի հրավիրել են տենց փակ հանդիպման, նստած խոսում ենք, ասում են, նայ, մենք այսքան փող ենք դրել, մենք բոլորս շատ գոհ ենք նրանից ինչ կատարվում է, մենակ դու ես, ընկել ես մեջտեղ, կռիվ ես անում, ասում ես լավ չի, ասում եմ դու մտածում ես որ մենք ապուշ ենք, տիպը դու ես մեջների խելոք, ասում եմ չէ, դրա հարցը չի։ Մեր հետաքրքրությունների ու շահերի հարցն է։ Արի բացատրեմ, նայ, դու ասում ես, ստեղծել են հակակոռուպցիոն մարմին, պլյուս Ես ասում եմ, եթե ստեղծել են հակակոռուպցիոն, օրինակ դատարան, բայց այդ դատարանում աշխատում է մարդ, ով խոցելի է, հետևից է բագաժ ունի կիլոմետրով, այդ մարդը կառավարելի է։ Իմ համար մեկը հին դատարան է, այդ գործը կլսեր, թե այդ նոր թազասարկած հակակոռուպցիոն իմ համար մինուս։ Դու ասում ես ռազմավարություն ենք մշակի այսինչ ոլորտի, ես ասում եմ, եթե այդ ոլորտում նախ այդ ռազմավարությունը կյանքի չի կոչվի, հետո կարևոր պունկտերը չիրականացում են, մանր մունր տակի ինչ որ տենց ձևական փաթեթներ են հավաքում, թղթեր, մակուլատուրա են հավաքում, դու ասում ես պլյուս, ես ասում եմ ինքեր մինուս, իմ համար մեկ այդ ռազմավարությունը կա, թե չկա, ու այս նույն տրամաբանության մեջ ամբողջ համակարգը։ Ստեղ ոնց որ կորում ենք այդ ընդհանուր պատկերի մեջ, փորձենք կոնկրետանալ։ Հիմա ինձ պետք են տենց չալաղաչ խնդիրներ, որոնք կան այսօր։ Ինչով եք դուք զբաղվում, ինչ խնդրեմ եք լուծում ու որտեղ ասենց զգացում, որ բախվում եք անարդարությանը ու տենց ինչ-որ ուրիշ ուժերի հետ։ Քաղաքական իմաստով, որովհետև ես իրավապաշտպան գործնեությունը Սաղ պատմեք, հերթով սաղ փռեք սեղանին։ ասում են լույս ուժեղացրեք, ասում ում է տեսեղը, որտեղ է սեղել, ասում են ինչ է։ Լավ կյանքից չի քաղաքականություն տեղափոխվել։ Իրականության մեջ, հա, ես քաղաքականություն մեջ մտնելու առաջարկներ ստացել եմ շատ վաղուց, բայց միշտ մերժել եմ, որովհետև համարում եմ, որ քաղաքասարակությունը ոչ պակաս կարևոր է, իսկ առանձին ներկերում շատ ավելի կարևոր է քաղաքական այն ուսման դղլիկը մարդ կա, թող իրանք բզբզան։ Բայց երբ որ դու հասկանում ես, որ գործիքակազմը որպես իրավապաշտպան թույլ չի տալի, որտեվ լավ մի հոգու օգնեցի, լավ մեկի հետևից գնացի, լավ 10 հոգու հետևից գնացի, 10 հոգու ներկաների իրանքները վերականգնեց, բա մնացածը։ Հիմա ինչ եք անում Հիմա որոշել ենք, որ զբաղվում ենք քաղաքականությամբ, որովհետև այդ լուծումները քաղաքական են։ Դուր է գալի մարդկանց, դուր չի գալի մարդկանց, բոլոր խնդիրները, դա էլ մոդայիկ էր, չէ՞, ասում է ամեն ինչը քաղաքականացնում են։ Այո, ամեն ինչը քաղաքական է, որովհետև եթե քաղաքական իշխանության ղեկավարը ԲԴԽ-ի, այսինքն անկախ սահմանադրական մարմնի ղեկավարը նա տեսամեսով ասում է դավայ, հայդե մարշ, դա քաղաքական է։ Եթե արտադրության ոլորտը չի բարեփոխվում, դա քաղաքական է։ Եթե ցանկացած ոլորտ, որը չի process-ը ճիշտ չի գեներացում, դա քաղաքական է։ Հետևաբար պետք է ընտրել այն գործիքակազմը, որը ամենաարդյունավետն է, եւ դա քաղաքականն է։ Մեզ ցավոք սրտի անդադ սովորացրել են, չէ՞, ասում են քաղաքականությամբ զբաղվել անբարոյականությունը, որոշ մարդիկ իրանց գործնեությամբ ապացուցել են, որ իրանք այդ անբարոյականության մեջ են գտնվում, եւ հետեւաբար հասարակությունը լուրջ չի վերաբերում քաղաքական process-ներին։ Դե հիմա այստեղ լիքը կեղտ կա, էլի, որ դրա հետ գալու է, հա, հիմա եկեք հասկանալ ովքեր են նժար սահմանադրական շարժումը, որտեվ իմ համար այն սկզբից ես որ իմացա, օրինակ Red flag-ոտ մի հատ պերսոնաժ կար ձեր մոտ, հիմա ոնց որ թե չկա արդեն, բայց ընդհանուր այդպես պատմեք, էլի։ Հա, կա նախասիրությունները միշտ չի որ բոլորի համար պիտի ընդունելի լինեն ու դա շատ նորմալ է։ Հասարակությունը կարող տարբեր մարդկանց նկատմամբ տարբեր վերաբերմունք ունի, դա ինձ թվում է նորմալ ու օքեյ է։ Ինչու ստեղծվեց այդ նժար սահմանադրական շարժումը, որովհետև ամեն մեկը առանձին իր համար հասկացել էր, որ այն գործիքակազմը, որ ինքը ունի, չի աշխատում, տուպա։ Այն միջոցները, որը փորձում են մարդիկ գնալ այդ ֆորմայի մեջ, այդ ֆրեյմի մեջ, որ փորձում են փոփոխություններ, դա հնարավոր չի, որտեղ մենք ունեցել ենք կիսանախագահական, պարլամենտական կառավարման ձևեր, որոնք սաղ աշխարհում նորմալ աշխատում են։ Բայց աշխատում են նորմալ, որովհետև այդ մարդիկ, ասենք, մի քանի 100 տարվա ճանապարհ են անցել, էլիտաներ ունեն, կուսակցություններ ունեն, այդ ամեն ինչ ունեն։ Մենք չունենք։ Մեր մոտ ով գալիս է, որ կառավարման մոդելով գալիս է, ինքը գալիս է ու զավթում ամբողջ իշխանությունը։ Ինչա պետք փոխել։ Մենք մի քիչ առաջ խոսում ենք նախքան ռեքը, դուք ունեք մտքեր, լուծումներ եւ առաջարկներ։ Այ այդ որ քաղաքական մոդելը չի աշխատում, բա ինչ մոդել է պետք։ Շատ լավ մոդել ենք մտածել։ Իշխանությունը բաժանված է դատական իշխանություն, գործադիր իշխանություն, այսինքն պարլամենտը եւ ներողություն, օրենսդիր իշխանություն, այսինքն պարլամենտը եւ գործադիր, այսինքն կառավարությունը։ Եվ ունենք նախագահ, որը մեկ ասում է մարոժն է ուտում, մեկ չգիտես ինչով է զբաղվում, մեկ սելֆիներ է անում, բանակի դաներում, ու դու չես էլ հասկանում, ուն ինչ որ գործիքակազմը որ չի աշխատում։ Մենք առաջարկում ենք փոխարինել նախագահ ինստիտուտը, փոխարինել պետական խորհուրդ կոչվող
մարմինով, որտեղ լինելու է ոչ թե մի հոգի, այլ լինելու են 9 հոգի, եւ 3 տարին մեկ այդ 3 հոգին իրանք փոխվելու են։ Սա թվում է թե ասում մտամ այս ծախսերը քիչ էին պետության, մի հատ էլ դուք եք ավելացնում, բայց այս մարդիկ լինելու են, ոնց ասեմ, խիղճը, տան մեծը, չգիտեմ, այդ կատեգորիայի մեջ պատկերացրեք, եւ այս մարդիկ են նշանակելու, օրինակ դատավորների հետ կապված նշանակումները իրանցն է։ Գլխավոր դատախազի հետ նշանակումը իրանց է, որպեսզի օրվա իշխանությունը ասելա թե վարչապետը չգա ու գլխավոր դատախազին պատվերներ չտա, ես ում եմ ուզում որ կալանավորեն, SMS-ով կամ Facebook-յան էջով գրառումներ չանի։ Նույն տրամաբանությամբ նշանակվել են, օրինակ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահան, չի կարա կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահան լինի օրվա վարչապետի սրտի նշանակված մարդը։ Նույն տրամաբանությամբ էլի բազմաթիվ պաշտոններ, որոնք պիտի անկախ լինեն իրենց էությամբ, օրինակ հակակոռուպցիոն մարմինների ղեկավարները։ Այս մարդիկ պիտի անկախ լինեն իսկապես, որպեսզի չլինեն անիվներ, չլինեն հակասահմանադրական գործողություններ, չլինեն օրինակ եկեղեցու որևէ կրոնական կազմակերպության դեմ արշավներ։ Այս ամեն ինչը պիտի եւ առհասարակ մնացած բոլորն էլ Արցախ բանն էլ պատերազմը չեմ ասում։ Այ պիտի լինեն իսկապես անկախ մարմիններ, որոնք կարողանան կասեցնել օրվա իշխանության հակասահմանադրական հակապետական գործողությունները։ Մնացած մոդելներում իրանք ուղիղ կախվածություն ունեն վարչապետից, ուղիղ։ Այսինքն, в принципе, այն ինչ որ առաջարկում եք, այդ արբիտրի դերն է, որը պատի որ լիներ հենց բուն նախագահը ինքը հակակշռել, հա, այն մյուս բաները։ Բայց քանի որ Դագավառնյակը Հայաստանում շատ ավելի հեշտ է մի հոգու հետ պայմանավորվել, քան 9 հոգու հետ, մի ուրիշ բան էլ Բայց անհնար չի։ Հա, անհնար չի, բայց սա նաև Սահմանադրական դատարանը Տավանությունն է, հրաշալի օրինակ։ Տավանությունն է շատ, չէ, մեխանիզմը նաև մտածված է այնպես, որպեսզի մենք կարողանանք ապահովել այդ անկախությունը, որովհետև որպեսզի, հա, այս մարդիկ պիտի լինեն միայն հայաստանացիական քաղաքացի, միայն բացառապես անկուսակցականներ, այստեղ չեն կարող, իսկապես չեն կարող լինել կուսակ, կարող են ունենալ ինչ-որ բոլորս էլ ինչ-որ նախասիրություններ ունենք, դաժե ես։ Բայց պարզա, որ այստեղ չեն կարող լինել ինչ-որ խմբի ներկայացուցիչները, այստեղ պիտի իսկապես ընտրվեն մարդիկ, ովքեր պետության խղճի կամ տան մեծի դերն են կատարելու։ Այդ շատ իդեալիստական չէ, որովհետև ինչ ասեցիք, հրաշալի կիրառելի է նաև սահմանադրական դատարանի կազմին։ Չէ, ֆունկցիան ուրիշ է, սահմանադրական դատարանի ֆունկցիան ուրիշ է։ Սրտացավությունը։ Երբ որ դու ընտրում ես, օրինակ նույն սահմանադրական դատարանի անդամներ ընտրում ես ոչ թե որովհետև այդ մարդիկ ունեն բարձր բարոյական արժեք, գիտելիք, փորձ, մնացած ամեն ինչ, այլ ընտրում ես որովհետև իրանք քո ուզկի կռուգից են, եւ այդպես եղել է միշտ։ Այսա պետքա փոխել։ Կներեք, իսկ ձեր մոդելի ինչ որ անալոգներ կան, ինչ որ ուրիշ երկրներում, որտեղից փորձը վերցել եք։ Այս ամենաբան հարցն է, որ անպայման տալիս են, բայց sense չեն տալի։ Ասում են, այս նման է օրինակ Իրանին, որտեղ իրանք ունեն կրոնական, հա, իրենց քանի որ սա ոչ կրոնական է, ոչ պալյուտբյուրոին է նման, էտել են այն որ տարիքով մեծ ասում ոնց որ պալյուտբյուրոն է, չէ, պալյուտբյուրոն չի։ Իրականում, որովհետև դու չունես կուսակցական պատկանելիություն, դու չունես կրոնական պատկանություն, այստեղ զուտ հայկական, պետական շահը պիտի առաջնորդվեն այս մարդիկ եւ իրենց ընտրելու մեխանիզմն էլ որոշակի մի քիչ ավելի բարդ է ստացվում, բայց մենք ենթադրում ենք մենք մտածում ենք, որ մենք պիտի ունենանք նաև մեկ մարմին, որը կառավարման process-ի մեջ տեղի չի ունենալու, բայց նաև կադրեր կրթելու, զտելու, որոշակի այդ լուստրացիաների փորձառությունը ապահովելով, նախնական անունը ինքնորոշման ազգային ինստիտուտ է նշանակվում, որի խորհուրդը առաջարկում է տեխնացուներ, որոնց այո պիտի ընտրի խորհրդարանը։ Բայց տեխնացությունները պիտի զտվեն այդ process-ից, այսինքն մարդկանց պետքա պատրաստել։ Որում ինձ թվում է, երբ որ գալիս ենք հենց բուն նշանակմանը, այնպես չէ որ շատ մեծ սպեկտր ունենք ում ընտրենք կենտրոնական ընտրական ազգային նախագահ կամ դատախազ։ Այսինքն մարդիկ, որ այդ ֆունկցիան կարան այդպես նորմալ անխափաբար, ինձ կարող է 3 հոգի լինեն այս սա հանրապետությունում ու դա այդպես իրողություն է, Չէ, իրողություն չի, որովհետև նույն օրինակ ռազմական ոլորտում հատկապես պատերազմ, ասում եմ, բայց այս սրանք են, այս գեներալները, այս վсё, չէ, ճիշտ չեն ասում, հատկապես պատերազմ անցած երկիրը ինքը ունի արդեն մայոր ու պալկովնիկ, որը հողի վրա պատկերացում ունի, դու այդ մարդուն ուղարկում ես սովորելու, այսինքն բավարար գիտելիքներ բարձրացնելու եւ վերադարձնում ես նշանակում ես համապատասխան տեղերում, Ժորժ ջան, ասում եմ, այդ տեխնոլոգիաները կան նույն տրամաբանության մեջ 2018 թվականին ես ասում եմ, Ժորժ, եկեք ընտրենք համեմատաբար ավելի երիտասարդ իրավաբաններին, որոնք իսկապես այն իրենց ամենակարևոր մասը բարոյական արժեքային իմաստով այս մարդիկ հասկանում են դատավորի պաշտոնը ճակատը կիսաաստված է, էլի դատավորը։
Դու դատավորին ուղարկի սովորացրեք կամ բերենք մասնագետներին Հայաստանում, սովորացնենք 200 հոգի իրավաբան։ Սա Հայաստանը իրավաբանական ինստիտուտ է։ Այդ ընտրությունը անկանոնների եւ տպավորությունների դաշտում չի, մենք ոնց ենք, որ այս խոստումնալից 27 տարեկան Շատ լավ զգում ես։ Շատ լավ զգում ես մարդու ունի կարողություններ թե չէ, որովհետև դա միայն օրենքները անգիր անելով չի։ Օրինակ դատավորի որակը դա միայն օրենքը անգիր անելով չի։ Նախ դրա կարիքը չկա։ Իրականում դու պիտի կարողանաս կառավարես դահլիճը, որտեղ դա իսկապես շատ ծանր process է։ Երկրորդը դու պիտի ունենաս արժեհամակարգ եւ ապրած կյանք, եթե կուզեք, որպեսզի կարողանաս ամենադժվար պահերին այդ թվում նաև դժվար որոշումներ կայացնես, բայց կարևոր որոշումներ եւ դատավորը ոնց է կայացնում, անգամ օրենքի մեջ է գրած, դատավորը վերլուծում է բոլոր ներկայացված ապացույցները իրենց համակցության մեջ եւ իր ներքին համոզմունքով։ Պատկերացնեք ինչ են տվել։ Աստվածի բան, կատեգորիա են տվել։ Այդ ներքին համոզմունքը պիտի հիմնված լինի արժեքների վրա, ներողություն, բարոյական նորմերի, օրենքների, կյանքի փորձից ամեն ինչի վրա։ Իսկ դա շատ հնարավոր է, շատ հեշտ է տեսնել։ Ցանկացած մանկավարժի ով դասավանդում է, դուք զգում եք, չէ, այս մարդը պոտենցիալ ունի, այս մարդը պոտենցիալ չունի, օրինակ։ Իմ համար էլի չափազանց վեհանձն տեղ մտանք, ինչ-որ բարձր արժեքների, փորձեմ վերադարձնել իմ ուզած իրականություն։ Այն ինչ որ առաջարկում եք, դա ես տենց է չպատկերացրեցի ոնց եք դա առաջ տանում։ Դուք որպես եթե քաղաքական փոփոխություն եք առաջարկում, դա շատ հավակնոտ բան է, էլի։ Կա ռիսկ, որ չստացվի փոխել երկրի մոդելը։ Ինչ է կներեք։ Չստացվի ինչի, այդ եմ ուզում ճիշտ եմ չստացվի, որովհետև չստացվի, որովհետև ձեզ ոչ մեկ չի լսի։ Կամ հենց դա ես չգիտեմ, դուք ուզում եք ձեզ ընտրեն, դուք մասնակցում եք քաղաքական ընտրությունների, այ դա բաց թողեցինք։ Մենք գիտենք, որ դուք ունեք առաջարկ, ոնց եք այդ առաջարկը ֆորմալիզացնում, որպես դաշինք կուսակցություն, մասնակցում եք ընտրությունների, տալիս եք ինչ-որ մեկ այլ ուժի, որ ներկայացնի դա, ոնց եք դա անում, եւ հա, էլի հիմա ձեր առօրյան ոնց եք պատրաստվում այդ փոփոխության, տենց նյութական տեսանկյունից հասկանանք քննարկումներ եք անում տարբեր քաղաքական ուժերի հետ, ոնց եք ձեր օրակարգը առաջ բրթում։ Թիմի բոլոր անդամները տարբեր ժամանակներում փորձել են իրենց գաղափարները, մտքերը տալ ուրիշին, ասում են, այս վերցրեք արեք, բայց ճնշող մեծամասնությունը քաղաքական դաշտի իրանց դա պետք չի, որտեղ հենց պարզում են, որ իրանք չեն գալու թակավոր չեն դառնալու, միանձնյա թակավորությունը իրանց չի պատկանելու, ճնշող մեծամասնությունը խնդիրներ ունի։ Դա է պատճառը, որ մենք որոշեցինք այ մեր ճանապարհով գնալ, ես արդեն վտանգավոր է, չէ՞, մեկը կա նստած այդ իմաստով։ Այսինքն մտնել քաղաքականության մեջ եւ process-ներ գեներացնել, այո, քաղաքական։ Սրա համար անհրաժեշտ է, այս ինչ որ պատմում, այս է իրականացնելու համար անհրաժեշտ է մի քանի կարևոր պայման։ Առաջինը ընտրվել եւ թիմով առանձին, որ տարբերակով կլինի, դա դեռ process-ի մեջ է քննարկումները, ենթադրում եմ, որ թիմով գալ իշխանության, սահմանադրական փոփոխություններ անել, որտեղ այն ինչի մասին մենք խոսում ենք, դա սահմանադրական փոփոխություններ է։ Սա հավակնոտ է, թե չէ։ Ժողովուրդ ասում է, բա մենք փոքր բաներից խոսացող ենք, ասում է, փոքր մանր բաներից կարան խոսան նրանք, ովքեր իսկապես փոփոխություն ամեն ինչն եք ուզում։ Կներեք, ասում է յոլա գնալով ապրելու համաձայն մարդիկ, համաձայնեն падգամավորի ընտրվել падգամավոր, իրանց կռիվը մենակ այդ տողում, որ տողում են լինելու։ Որովհետև այդ մարդիկ փոփոխության չեն գալի։ Դե հիմա բայց երբ որ գալիս ենք սոցհարցումների քիչ թե շատ իրատեսական դաշտ, այնտեղ Նիկոլ Փաշինյան ինչ որ 13%, Ռոբերտ Քոչարյան 3 ու դալշը по списку 1 կամ ցածր։ Հիմա այս ընտրությունների շատ քիչ է մնացել ու ոնց ասա այնպես ձևափոխվելու, որ դե պատրաստ եք, չգիտեմ, դաշին կազմել ինչ որ ուրիշ ուժերի հետ։ Անպայման, բոլոր գրեթե չկա դաշտում գրեթե մարդ, ում հետ մենք չենք հատուկենտ բացառություններով, որոնց հետ պատրաստ չենք համագործակցության, շատ պարզ տրամաբանական պատճառով։ Նախկինների հետ համագործակցություն։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը Պարզա չէ, որ ասում է ոչ մի տարբերակով այնտեղ համագործակցության բան չկա, որովհետև խնդիրներից մեկը նաև գործիքներից մեկը, որտեղ նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացնել ինձ հասկանալի չի։ Հա, ասենք հեռացավ, բայց այս սահմանադրությունը եթե մնում է օրինակ, չգիտեմ, լավ զուլալ 15%-ով անցակ խորհրդարան, ինքն էլ անցավ, կազմեց իշխանություն, չպետք է համագործակցենք, որպեսզի ինչ որ փոփոխություն լինի։ Անպայման պիտի համագործակցենք, այսինքն ընտրություններից հետո համագործակցությունը դա ուրիշ պատմություն է, որովհետև իրավիճակը կարող է լինել այնպեսին, որ դու ուղղակի այլ ընտրանք չունենաս բացառությամբ, այսինքն Նիկոլին հեռացնելու ուրիշ տարբերակ ուղղակի չեղավ։ Բայց միջև այդ պահը համագործակցությունը բոլորի, գրեթե բոլորի հետ հանդիպում ենք, խոսում ենք, բոլոր այն ուժերը, որոնք իսկապես հասկանում են, որ այս կառավարման մոդելը ամեն անգամ ստեղծում է կամ դեգեներատ կամ դեսպոտ, մենք պետքա կասեցնենք ու կասեցնել ուրիշ տարբերակ իրանք չունեն առնվազն գոնե։ Իսկ իրանց հետ փորձել եք հանդիպել ու իրանց էլ պարտադրել կամ համոզել, պրոստը հետաքրքիր է,
Նիկոլենց համոզել, որ 9 Նիկոլենց հետ հոգանոց հանդիպենք, ինչ անենք։ դե այս պահին իրանց մոտ է որոշում կայացնել լուծակը, ցավոք, բայց եթե օրինակ կա այդ բանը, ռացիոնալը, դե հա, ինչքան կարելի է հանդիպել, չգիտեմ, 2-3% ունեցող ուժերի հետ, եթե Պլյուս ես չեմ պատկերացնում, էլի ոնց պետքա մարդկանց մեր ժողովրդի ծոցից դուրս եկած ժողովրդին բացատրեք, որ մեզ պետքա ասենց վեհ բարեփոխում 9 իմաստուն ծերուկներ այնտեղ Շատ ավելի հեշտ։ ես չեմ պատկերացնում, որ մարդիկ դուք մեր հասարակության մասին շատ վատ կարծիք ունեք։ Իրականում ճնշող մեծամասնությունը հասարակության, եթե կարողան այն որ սկզբից շատ զգացված եմ իհարկե, ասում եմ, պարզ լեզվով բացատրելու պարագայում, իսկ դա իսկապես հնարավոր է ու ես պատահական չեմ ընտրել այդ տարբերակը խոսելու, որովհետև ինչքան խոսեցի իշխանությունների հետ հասկացա որ այնտեղ անիմաստ է, քաղաքասարակության ներսում այդ կոնստիտուցիոնալ, ինստիտուցիոնալ բառերով դա անիմաստ է, որովհետև այնտեղ բան չեմ պատրաստվում, մնում է ժողովրդի հետ խոսալը։ Այսինքն ներքևից վերև պիտի լինի պահանջը։ Ու ժողովրդի հասկանալի լեզվով խոսել ու բացատրելը դա կարևորագույն էլեմենտներից մեկն է։ Մեր ժողովուրդը շատ լավ է հասկանում այդ process-ը ու խնդիրը։ Չի հասկանում։ Հասկանում են։ Ես այլ պատկերացում չեք տեսել, ոչ ես։ Դե բնական է, սաղն տեսնելու տարբերակ չկա։ Բայց նաև այդպես չի, որ եթե ինչ որ ուժեր ունեն 3%, դա նշանակում է, որ այդ 3-ը կան ուժեր 0.0։ Իսկ ինչ ռեակցիա է գալիս քաղաքական այդ կոնսուլտացիան, որ իրանք համամիտ են, որ այդ խնդիրը կա, թե։ Հա, բոլոր նրանք ովքեր որ համամիտ են կներեք ասում այս փուլը լրություն է սիրում եւ հանգստություն է սիրում անուններ չեմ տալու բայց իսկապես ասում հա չեմ ցրում պրոստը ասում փակ հանդիպումները իսկապես կան մարդիկ ովքեր ոչ թե մարդիկ այլ թիմեր կուսակցություններ բավականին ասում եմ երկար տարիներ որ հասկանում են որոշակի փոքր էլեմենտների մեջ կարող ենք տարաձայնություն ունենալ բայց դա քննարկման ենթակա է այնպես չի որ մենք ասում ենք էսա ու վերջ ասում եմ մենք ենք ասում ոնց արնել այդ թվում նաև բայց կարևորագույն էլեմենտների շուրջ մենք ունենք բացարձակ համաձայնություն այստեղ խնդիրը ավելի տեխնիկական է թե ինչ այ ընտրությունների գնալու որ գործիքակազմն է ավելի ճիշտ ողջամիտ այդ չհայտնվելու 3-2-1-0%-ների պարագայում, որպեսզի իսկապես լինի ավելի մաքսիմալ արդյունավետություն կարողանանք ստանալ։ Մեկ էլ ոնց որ մի ոլորտ ենք, հա, խոսում, այսինքն դե չեք կարող մենակ մի համադրական կարգի կամ այտենց գլոբալ բարեփոխման վրա միայն մասնակցեք ինչ-որ բան, այնտեղ չգիտեմ, երկիրը բաղկացած է պայմանական 10 ոլորտից, հա, այտենց սոցիալական, տնտեսական, առողջություն եւ այլն, բնապահպանություն։ Այդ մյուս բոլոր ոլորտների հետ կապված ինչ-որ առաջարկներ ունեք, թե այդ գլոբալ մենակ բարեփոխումն է։ Մենք ունենք հիմնական 3 առաջարկներ, մեր պատկերացման մեջ պարտադիր պիտի փոխվի պետական կառավարման համակարգը, որովհետև դրանից շատ բան է կախված, որովհետև արդարադատությունից շատ բան է կախված, որովհետև ներդրումը կարող է իրականացվել, եթե երկրում կա արդարադատության համակարգ, հասկանում եք, երբ որ սեփականատիրոջը չեն կալանավորում ոչ մի բանի համար, երբ որ սեփականատիրոջը չեն ունեզրկում ոչ մի բանի համար, երբ որ քո գործը եթե հայտնվում է դատարանում, ինքը տասնամյակներով չի պատտվում այդ դատարանում կարուսել սիստեմայով ու դու ոչ փողի տերն ես կարողանում դառնաս ոչ բիզնեսի տեր։ Այսինքն արդարադատության համակարգը այս մոդելի պարագայում որ անկախանել իսկապես կարևորագույն է։ Երկրորդ հարցը դա համապարփակ անվտանգային համակարգն է, որը մոտավորապես ֆինական պրոյեկտն է, որտեղ ամբողջ հասարակությունը պիտի պատրաստ լինի պաշտպանված լինելու։ Սա արդեն մշակված պրոյեկտն է, որը մեզ սիրով տրամադրել են այն մարդիկ, ովքեր ոլորտային մասնագետներ են եւ իրենք պատրաստ են համագործակցել ցանկացած ուժի հետ ի դեպ այդ պրոյեկտը պատրաստ են ներկայացնել, ցանկացած ուժի, որը այդ պրոյեկտը պատրաստ է առաջ տանել։ Իսկ մենք անկեղծորեն գտնում ենք, որ դա կարևորագույն էլեմենտ անվտանգության, համապարփակ անվտանգության համակարգը եւ մենք պատրաստ ենք դա ներդնել։ Եվ մյուսը թվային կամ ավելի շուտ թվանշային ճիշտ ասելա որոշակի գործիքակազմերի ներդրում, որի պայմաններում անվտանգության հարցեր են նորից լուծվում, որովհետև աշխարհը գնում է թվային ճանապարհով, թվայնացվելու ճանապարհով։ Սա էլ մենք ունենք առանձին մշակված պրոյեկտներ, ավելի խորքային երևի մեր գործընկերները կսկսեն արդեն ներկայացնել, որտեղ ես այդքան նեղ մասնագետ չեմ, բայց եթե աշխարհը գնում է թվայնացման, սա նշանակում է դու պիտի քո թվային անվտանգությունը ապահովես։ Հետ գնալով այդ NGO կյանք մենք էլ 2008 թվից բոլորին ուղարկում էինք Էստոնիա ստադի թուրերի, որտեղ այն ժամանակ Էստոնիան տենց մի հատ sense թրիչք ունեցավ, հա։ Ու հենարը լսում եմ, որ դեռ ասում են, որ պետք է գնանք Էստոնիայի փորձ անցել 10 տարուց, 15 տարի անցել այդ ընթացքում,
ու էստոնյան արդեն դες լավը չի, բայց մենք լրիվ նույն այդտեղ ինչ խնդրեմ ունենք, որտեղ ոնց որ թե ինչ որ բաներ թվայնացնել են, բան են արել, հիմա կարող ես մտնես մի հատ վայ այդ թվայնացնելուց այն օրը մարդ է պատում, ուրեմն ինքը ոստիկանության համակարգում երկար տարիներ աշխատած մարդ է, ունի օրինական զենք, գնացել է զենքի ժամկետները երկարացնելու, իրանց ինչ որ փաստաթղթեր են ուզել, պատկերացնեք, չէ, ոստիկանության համակարգում ծառայող իր ծառայության վերաբերյալ ասել են գնա մի հատ տեղեկանք բեր։ Ոստիկանությունը չէ գնում գրանցի, ասում են էսի դու ոստիկանության մի մասն ես, ես ոստիկանությունում ծառայել եմ։ Հիմա ումից գնամ տեղեկանք ուզեմ, դե ասում գնա ասենք կադրերի բաժին օրինակի համար։ Հասկանում եք, ասում անգամ այդ թվայնացման, այդ պրիմիտիվ նվազագույն տարբերակը, որ համակարգի աշխատող լիցենզիա տվող մարմինը չունի դոստուպ ինչ որ մի տղա տեղեկատվության, այդ համակարգ չեմ ասում 15 տարվա խնդիր էր, որ տղաների չեմ ասում, չգիտեմ որտեղ էկոլոգիական ՀԿ-ների մասին տեղեկություն։ Քո համակարգի ներսում աշխատող մարդու մասին դու տեղեկությունը ասես գնա տեղեկանքով թղթով բեր, գժվել է սաղը։ Այ այդ մակարդակի ասի։ Իսկ ինքը բավական լուրջ խնդիր է, որտեղ ինչպես մասնագետներն են բացատրում, եթե աշխարհը թե գնում է թվայնացման, քեզ պարտադրելու են հիմա արդեն թվային գործիքներ, եւ եթե դու չունենաս ուղին մենք ասում ենք հեսա այնց սարքենք դնելու, որ նույնիսկ տամոժնիկ չի լինելու паспорտը։ Այդ էլ մենակ նրա համար են դնելու, որ պահանջը ապահովի, թե չեն ես չի որ ցիպոչկան երբ որ չկա սա։ Չէ, ինչի մասին է խոսքը։ Դա թվային անվտանգության մասին է, դա թվային սուվերենության մասին է։ Այսինքն մերը ունենալը, դե պարզը պիտի ինչ որ հարցերում պիտի համագործակցենք, ինչ որ ընդհանուր համակարգ գուցե կլինի, բայց դու քոնը միջև չունես, քո բազաները քո մոտ չի, դա բավական լուրջ խնդիր է։ Դու դառնում ես ուրիշի ձեռքում, ինչ ասեմ, ստրկացած վիճակում, պարտների փոխարեն դու դառնում ես ստրուկ։ Այս հարցը պիտի լուծվի։ Մնացած հարցերում, տնտեսական հարցերը, այդ մնացած արդեն ավելի, ոնց ասեմ, երկրորդ պլանի հարցեր են, որոնք շատ հարցեր պետք է լուծվեն այ դաշինքի պարագայում։ Մենք ունենք մեր պրոյեկտները, մենք ունենք մեր պատկերացումներն ու հաշվարկները, բայց դա հիմա փորձում ենք չբարձրացնել ինչու, որովհետև եթե մենք գնում ենք դաշինքի, մենք այդ հարցերում պիտի միասնական դիրքորոշում ունենալ, ուտեղ որպես ընտրող էլի, ասեմ, ինձ լրիվ օքեյ է, որ դուք sense մասնագիտացված եք այս ոլորտում, ու ասեք, որ այ առողջապահության ոլորտում մենք ոչ մի առաջարկ չունեմ։ Ես չեմ սպասում, որ բոլոր էկողները պետք է sense թվայինից միջև պաշտպանություն, տնտեսություն սա հարցերի, որը դա չի լինելու մեկը, բայց անդադ ջանք են թափում, որ դա ապացուցեն ու շուտ սպորտած էներգիա է։ Բաներ, խմբեր, թիմեր, որոնք ավելի շատ մասնագիտացված, օրինակ տնտեսության զարգացման ոլորտում այդ մարդիկ ավելի շատ փորձ ունեն, օրինակի համար։ Հիմա ինչ պարտադիր է, որ իրանց լավ պրոյեկտը չվերցնես, չդնես, ասես իմնա ու չէ, չկա տենց բան։ Ունեն բերում են, քննարկում ենք, ինչ որ մի բան կավելացնենք, ինչ որ մի բան կպակասացնենք, շտկենք, կսարքենք նորմալ պրոյեկտ։ Սա ու նաև կատարումը կանեն նրանք, ովքեր որ այդ ոլորտում պրոֆեսիոնալ են։ Բաների հետ կապված, չգիտեմ, արդյունաբերության հետ կապված հարցերը կան մասնագիտացված, ինչ պարտադիր է, որ բոլորը լինեն, օրինակ ասում եմ նժարի բարեկամները, ընկերները, հարևանները, դա դեգեներատ մոտեցում է, դա հիվանդագին եւ ինֆանտիլ մոտեցում է, դա միանձնյա թակավորելու այդ հիվանդակին մոտեցումն է։ Դու կամ ընտրում ես մարդկանց, ովքեր այդ ոլորտում մասնագետ են, ու բաժանում եք եւ աշխատանքը եւ պատասխանությունը իհարկե միևնույն է առաջի դեմքերն են կրելու, բայց միևնույն է պիտի պատասխանությունն էլ ոլորտային բաժանես։ Ասա Ժորժ ջան, այս եք ուզում, այս ոլորտն եք ուզում, խնդրեմ ֆլագ վան վրուկի գնացեք այս ոլորտը, բայց պայմանավորենք, նախորդ պայմանավորում եք, անում եք այս ժամկետներով։ Իմիջիալոցեն ինչ որ 18 թվականից հետո ինձ օրինակ առաջարկեցին այսպես, հա, ասում են, իսկ այդքան խոսալու տեղը կարող է գնաս ինչ որ պաշտոնի բան, ասի, չէ, չեմ ուզում ես պաշտոնի գնալ, ասում եմ, իսկ ոլորտ որևիցե, ասում լավ, օքեյ, եկեք պայմանավորենք։ Ես ուզում, ոչ թե ուզում եմ, այլ պատկերացնում որ ես կարամ լինեմ օրինակ այս ոլորտում, ես գալու եմ իմ թիմով, մենք նախորդ պայմանավորվելու ենք ծրագրերով, կետերով, պունկտերով, ժամկետներով պայմանավորվում ենք ու ոչ մեկ չի գալի, ինչ չի ասում։ Գիտես, այս ինչը մեր լավ ախպերն է սրան ձեռ չտաս, այս ինչը բա, ասես չէ, տենց կով կհամաձայնվի, ասի բարև ձեզ, բա դուք ո՞նց եք պատկերացնում։ Այ մենք նախապես պայմանավորվում ենք, ասում ենք ընկեր ջան, դու անում ես, գնա։ Հայդե։ Գնացեք, ասում եք կառավարեք Ժորժ ջան։ Հիմա տոները անցնում են ու մտնում ենք, ճիշտ է, մտածենք, երկու ոտով ընկնում ենք մտնում ենք նախընտրական տրամաբանության մեջ։ Խաղացողները մեծ հաշվով նույնն են, երևի բացառությամբ Չէ։ Գոնե իմ տպավորությունը տենց է։
կտրուկ shift չի լինելու, ինչ որ ունենք 21 թվին Որտեղից ընտրություններից է առաջ տենց վստահություն։ Ես տենց վստահ բան հայ չի հայտարարի։ ունենք Հայ միջավայրը, հա։ Թաթոյանի ուժ ունենք, որ տենց նորա, մեր ձևով ունենք, որ տենց նորա մնացած նույն 3 երկուս, հա, իրական անդադասում են by default 3, բայց երկու նախագահների ուժերն են, սեստենես իսմա անդիմադիր դաշտում կամ պետքա համագործակցություն լինի։ Օ, հա։ Այ տենց վախներդ կբռնեն։ Հա, մի ամսից էլ իրանք են դուրս գալիս, ու էլ ինչ որ դաշինքային տրամաբանությամբ, որքան հասկացա, ոնց եք գնում ընտրություններին, ում հետ եք տենց տեսնում, թե հələ Նորից շուտա։ շատ մարդկանց հետ ենք խոսացել, շատ հետաքրքիր զրույցներ ենք ունեցել ու ես կարծում եմ, որ կլինի այնուամենայնիվ դաշինք, ես մտածում եմ, որ կարա լինի։ Բայց հիմա չեմ հայտարարի, որտեվ այդ թող ասում եմ, տենց սպասման մեջ մնան, հատկապես իշխանությունները, որովհետև իրենք վստահություն ունեն, որ իրենց ընդդիմադիր լինելու են միայն նախկին իշխանավորները ու իրանք ասելու են, բա ձեր ժամանակ այ գողացել էին նախկինների գողացան։ Մենք որ չլինենք իրանք դեժավյուն չենք ապրի։ մենք որ չլինենք պատերազմա լինելու, չէ, այդ բանի մեջ է լինելու։ Ասում եմ, դե իրանք ասում եմ սուրպրիզներ է սպասում, շատ մեծ, թող նստի, սպասի։ Մի հատ անեկդոտ կա, որ ասում է հիմա էլ թող գիշերը հարևանը չքնի, հիմա իրանցն է։ Այ հիմա թող Նիկոլ Փաշինյանը չքնի, որովհետև իսկապես գնում են շատ հետաքրքիր զարգացումներ, շատ անսպասելի, այդ թվում նաև մենք ենք հանդիպումներ ունենում, մեզ մոտ են գալիս հանդիպման, խնդրում են հանդիպումներ ու դա շատ նորմալ է, ես կարծում եմ դա շատ ճիշտ process է ու շատ հարցեր կարծում եմ պետքա մի կողմ դնել, մի պահ կա իրավիճակ, որտեղ դու առանձին հարցերի վերաբերյալ քո ամբիցիաները պիտի մի կողմ դնես, որովհետև իսկապես երկիրը շատ լուրջ խնդրի առաջ է կան։ Շատերը գուցե չեն պատկերացնում խնդրի լրջությունը ու խորությունը ու հետևանքները, այն ինչ որ մենք հիմա ենք տեսնում, դա այն մանր ավազն է, այդ քարերը գալու են հետո մեր վրա։ Եթե մենք չկարողանանք մեր ամբիցիաները մի կողմ դնենք։ Այնպես որ Նիկոլ Փաշինյան գիշերը մի քնի։ Շատ լավ ավարտի համար բան ֆրազա, բայց մի հատ էլ հարց խորհուրդ ելնելով էլի փորձից USAID-ի եւ հասարակության հետ չեք կարծում որ կամրապնդեն ձեր կամրապնդվեն ձեր դիրքերը եթե ձեր բոլոր լավ առաջարկները մի հատ փորձեք իշխանության ներկայացնեք, rejection ստանաք ու այդ դեպքում իրենց դիրքերը ավելի խոցելի կդառնան։ Այսինքն իրանք էլ չեն կարողանա ասեն, բա բերեք, բան կարողա մենք ընդունում ենք, բան, որտեղ այն ժամանակ որ ես զբաղվում ես հարցերով, տենց ինչ լավ նախաձեռնություն ունեմ, իշխանությունը ասում է, դե կարողա մենք էլ ենք ընդունում, չեն գալիս, չեն խոսում, նույնիսկ եթե parza որ դատապարտված անհաջողության այդ առաջարկը, գոնե այդ իրանց ծրողական պատասխանը լինի, մերժողական պատասխանը լինի, հավաքագրել, գույքագրել, որ ասել են ակնհայտորեն ռացիոնալ առաջարկներ են կայել, իրանք մերժել, հիմա մենք ստիպված, մենք ենք գալիս փորձում գալ իշխանության, որ այդ բաները փոխենք, որպեսզի իրանք չկարողանան կրուտիտի տեղ ունենան, բա մենք բա կակրաս պատրաստվում ենք։ Նիկոլ Փաշինյանի կրուտիտը այլևս ոչ մեկին հետաքրքիր չի։ Նիկոլ Փաշինյան, անդիմադիր դաշտում իսկապես շատ կարևոր է հասկանալ մարդիկ պատրաստ են ամբիցիաները հետ դնել, այս կարևոր հարցերը քննարկել, այ ընդդիմության հետ մենք խոսել ենք եւ մեզ համար օրինակ չափորոշիչ է դու ուզում ես իսկապես երկիրը կայանա ճիշտ հիմքեր դրվի, որտեղ այնքան ապականվել, այնքան կազմակերպվել, որ ինչ անենք, սենց զրոյից ենք սկսելու են, ստяжկայից ենք սկսելու։ Այդ ստяжկան պետքա մարդավարի, մի անգամ ստяжկան մարդավարի պետքա անել։ Հիմքերն էլ պետքա, ասում եմ, սյուներն էլ պետքա մարդավարի խփել։ Այ հիմա եթե մարդիկ չեն ուզում, որովհետև իրանք թակավորություն են ուզում, մեզ համար օրինակ չափորոշիչ է։ Այս մարդը չի ուզում, փոփոխություն չի ուզում, իրան են հայտի կոստյումի կարիքը ունի այդ մարդը։ Սերժի։ Այդ թվում նա ինչի մենակ Սերժի, հիմա արդեն Նիկոլի կոստյումն էլ է։ Մնացած ովքեր որ համաձայնվում են մանր հարցերի շուրջ կարանք գնանք բանակցությունի, դա նորմալ է։ Մեզ համար դա չափորոշիչ է։ Ու մեզ համար հետաքրքիր չի անկեղծորեն ինչա ուզում Նիկոլ Փաշինյանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը հավասարապես մերժված է։ Նիկոլ Փաշինյանը այսօր ունի ընդամենը ինչքան 10, 15, ասեք, մեծ թվերից ասեք։ Մեծ խնդրեմ ունենք դրա հետ։ Էդի գուցե եւ այտենց է, բայց ոչ մի փոփոխություն եւ ոչ մի հետևանք չի ունենում ցանկացած անիֆի մասին բացահայտում չի ունենում հետևանք հիմա այս օրերին եթե հստակ ոնց որ իրանք ընդունեցին որ ԱԱԾ աշխատողները եկեղեցականների հետ խոսել են որ վեապարի անունը չտան հիմա այսի տես շատ ուժեղ չարաշահում է իրանք էլ իրանց կրուտիկներ որ խորհուրդ են տվել չաշխատող հիմա եթե ելներ
ինչ որ տենց հետևանք սրան փողոցում, օքեյ, այդ ինչ որ արժեք կունենար այդ բացահայտումը, բայց մենք բացահայտումի հետևից Ապաշխարան էս էլ SMS ուղարկեց, էլ չգիտեմ, անիվ, էլ մյուսը, հա, ամեն անգամ մենք տենց շոկ արվում ենք, իդեպ գնալով ավելի քիչ, որովհետև արդեն դրան էլ է իմ ուժը, ու այդ ոչ մի բանը միջև վերջ չի տարվում։ Նիկոլ Փաշինյանը ի տարբերություն ձեր Իշխանության պատկերացումների շատ լավ զգում է հասարակությանը։ Ինքը գիտի, որ ներվ կա, եւ այդ ներվը չի կարող չտրաքել։ Նույն տրամաբանության մեջ 18 թվականին օդի մեջ ներվ կար, ու ես հարցնում եմ հերթով սոցիոլոգներն են, չգիտեմ, մարդաբաններն են, քաղաքագետներն են, քաղաքական գործիչներն են, հերթով բոլորի ասում են ժողովուրդ, չեք զգում ներվ կա, ասում են չէ, կար։ Այն որ ասում են պատվիրել են, սակած են, էս են արել, էս ինչը բերել է, հա հասկացանք տեխնոլոգիաներ օգտագործվել են, բայց հասարակության մեջ ներվ կար։ Կներեք տրասաների վրա որ դուրս են գալի գյուղերով մարդիկ տրասաները փակում են, այդ մարդկանց էլ են առել, այդ մարդիկ Գազպրոմի դրանք են Գազպրոմի շենքերը չեն հանձնել փակում էին, բայց այդ ամեն ինչը չի ունենում հետևանք։ Ինակատի ունեմ ներվը կարտացնում։ Չի կապիտալիզացնում այդ ներվը։ Նիկոլ Փաշինյանը այդ սաղ ներվերը հավաքեց ու միտեղ կապիտալիզացրեց։ Հիմա այնքան ծրված է սա։ Ներվերը փորձեցին բան անել, այդ թվում նաև իրանց սխալ գործնության ընդդիմադիրները, այդ թվում է պարլամենտական հիմնականում ընդդիմադիրները փորձեցին գեներացնել, մարդիկ դուրս եկան փողոց, մայիսի 9-ին ոնց էր Բագրատ Սրբազանի ժամանակ դուրս եկան, տարբեր հաշվարկներով տարբեր թվեր, եկեք միջինը վերցնենք 50,000-ից հաստատ ավել մարդ կար։ Եվ 50,000 մարդը այնտեղ կանգնած էին մարդիկ, ովքեր առօրյա կյանքում իրանց բարև չեն տալի, հասկանում եք։ Այո, ես ընդեղ եղել եմ, այդ տարբեր մարդկանց տեսել եմ, ապրեք, բայց այդ մարդիկ դուրս էին եկել փողոց, որովհետև ամենակարևորը 18 թվին մենք ունենք դժգոհություն որպես հասարակություն, բայց մենք նվաստացում, այս չափին նվաստացում, ազգային արժանապատվության, անհատական արժանապատվության նվաստացում մենք չէինք անցել բոլորս։ Բոլորս այս մարդը մեզ լավ Սա մեզ բոլորիս իսկապես ամեն օրվա ռեժիմով նվաստացնում է որպես քրիստոնյա, որպես հայրաքելական եկեղեցու հետևորդ, որպես քաղաքացի, որպես մարդ, որպես կին, որպես չի կարող ընդհանուր սուր ռեակցիա տա, պապս ասում էր բեզարել են, իսկ մարդիկ բեզարել են պայքարից։ Չէ, պարսկեր են բարկլին բեզարել։ Հա, բայց չեն բեզարել։ Այդ Չէ, չեմ բեզարել ու դա իր պատասխանը ստանալու է ու ես իսկապես անկեղծորեն հույս ունեմ, որ դա ճիշտ ուղու վրա գնա, որ մի կողմից հանկարծ որևէ պարագայում չբերի ներքին բախումների, որովհետև Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուները մեղմ ասած ժամանակ առ ժամանակ իրանց adekvat չեն պահում, ներողություն եմ խնդրում իհարկե, բայց դա փաստ է։ Իսկ հասարակության ներվը այնքան է, որ այդ բախումները ինչ որ պահի կարող են լինել։ Այ մեկ այդ խնդրից պետքա խուսափել, շատ ճիշտ մտածել, բայց մյուս կողմից էլ նաև այնպիսի ճիշտ կազմակերպում լինի, որ հասարակությունը կներ չգա բան Բագրատ Սրբազանի նման հավաքվի այնտեղ, ասի Ժորժ ջան, դե լավ, ստեսություն ձեզ 10 րոպե ժամանակ ենք տալի, հիմա ծրվեցինք տներով։ Վա, չկա տենց բան։ Այս process-ը պետքա ճիշտ ժամանակին, ճիշտ խոսքով, դիրքով, այո, պետքա բայց դա եւս ճիշտ մեկ օգտագործել։ դուք ասցիք պետքա նորից sense սաղ բան անել, իսկ շատ ցավալի process է, իսկ հիմա պետքա պահել ինչ որ բաներ, որ աշխատում են, որովհետեւ Փաշինյանն էլ այդ սկզբունքով եկա, որ մի շատ པարզ օրինակ էլի, այն ID քարտերը ստանալը Սերժի ժամանակ вообще երբեք խնդիր չի եղել։ Ու այդ թվում է անձնագիր ստանալը։ Вообще ոչ ոք ինչ որ սահմանված օրից ավել կամ ինչ որ հերթեր չի եղել։ Հիմա դա աշխատող բաներ։ Խի է դարավ չաշխատող։ Մի խոսքով, այն որ առաջարկ եղավ, գնանք, դիմենք, ասենք, իշխանությանը փոխի, պետք չի։ Իրանք ինչին կպել են, փչացրել են։ Հիմա շատ հնարավոր է, որ իրանք ասեն, եկեք, այս process-ը մենք իրականացնենք, ու այնտեղ կնշանակեն, ասենք, այդ պետխորհրդում կնշանակեն օրինակ ով չի ուզում կուսակցության գնա։ Օրինակ Լենային Նազարյան կնշանակեն, Անդրանիկին Քոչարյան կնշանակեն, Սիսակին Գաբրելյան կնշանակեն այդ մեր առաջարկած պետական խորհրդում այնտեղ որտեղ անկուսակցական պիտի լինեն ու որ հարցնես ինչի է այնտեղ անկուսակցական Կասինգեր ջան Արամ Զավենչին կնշանակեն հա Կասինգեր ասма դիմումը գրել 20 րոպե առաջ կուսակցությունից դուրս է եկել էլ այդ մարդու այդ պատկերացումը պետք չի շատ շնորհակալ ենք ինչքան ավիրել են հերիքա իրանց Չէ, բարի ճանապարհ չեմ մաղթում, իրանք դեռ այստեղ ճանապարհ ունեն անցնելու արդարադատության, իրանց բարեփոխված արդարադատության համակարգով իրանք պետք է անցնեն։ Դա մի քիչ բայել է, անց համար, օքեյ։ Լավ, ես զգում եմ օպտիմիզմ եւ տենց հուսով եմ տենց էլ կգնա, եւ առաջարկում եմ մի հատ էլ ընտրությունից հետո հանդիպենք, որ հասկանանք, մի հատ հետադարձ հայացք անենք այդ ընթացքում ուր հասանք, ինչ եղավ։
Համաձայն եք։ լրիվ համաձայն եմ։ Իսկ Շնորհակալություն։ հետո արդեն երբ որ լինենք իշխանություն, այդ ժամանակ ավելի հաճախ հանդիպենք, որպեսզի ձեր սուր Այդ հարցերը ժամանակ Հա, չեն գալ։ հաշրետու պահենք ձեզ։ դե հրավիրում եք։ Այսօր լավ, օրինակ ես գիտեմ, որ հրավիրել եք իշխանության ներկայացուցիչներին, ինչի՞ չեք ուզում հաջորդ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել։ Նախորդ Կադրում, հա։ Հա, կադրում, եթերում, չէ, կադրում, եթերում Լուրջ սուր կասկած հարցադրումներով։ Չէ՞։ Այո։ Всё, պայմանավորվեցինք։ Всё։ Լուրջ կասներ, սիրելի բարեկամներ, բաժանորդագրվեք, ինչ որ հարցեր եթե առաջացան գրեք, հուսով ենք Տիկին Կարապետյանցը կմտնի կպատասխանի եւ կհանդիպենք հաջորդ շաբաթ։